Ռուսաստանի իշխանությունները չեն հանձնի իրենց նոր տարածքները ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։ Նրանք ամբողջովին դարձել են Ռուսաստանի մի մասը եւ երկիրը այս կամ այն կերպ կպաշտպանի նրանց, ընդգծել է վերլուծաբանը։ Բացի այդ, Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն այժմ գերազանցում է իր հակառակորդներին եւ իրավունք ունի սահմանել այնպիսի պայմաններ, որոնք Մոսկվան անհրաժեշտ կհամարի։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում, կնպաստի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի մոտեցմանը։ Կարծում եմ, որ մենք կարող ենք մոտենալ հանդիպմանը։ Կարևոր թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք նախագահ Թրամփի հետ, կլինի խաղաղությունն Ուկրաինայում, նշել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Օրբանը նաև հավելել է, որ մտադիր է ԱՄՆ առաջնորդի հետ քննարկել Հունգարիայի եւ ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության զարգացումը։ Նա հավելել է, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը արդեն նախապատրաստվում է տնտեսական եւ ֆինանսական ոլորտում պայմանավորվածությունների փաթեթ։ Միջուկային փորձարկումների անհապաղ մեկնարկի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը գրավելու փորձ է։ Այս մասին ասվում է ֆինական թերթի հոդվածում։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանին, նշել է հեղինակը։ Պարբերականի տվյալներով միջուկային փորձարկումներն անցկացնելու ամերիկյան առաջնորդի մտադրությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։ Լեհաստանը վաղուց հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի հետ, որը սկսվել է ուկրաինական հակամարտությունից շատ առաջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի հետախուզության գործակալության նախկին ղեկավար գնդապետ Պյոտր Կրավչիկը։ Հիբրիդային հակամարտությունը գործնականում չի դադարում այն պահից, երբ մենք անկախ պետություն ենք դարձել, հայտարարել է Կրավչիկը։ Հետախուզության նախկին ղեկավարը հավելել է, որ հիբրիդային հակամարտությունը սկսվել է Արևելյան Գերմանիայից եւ Վարշավայի պայմանագրի այլ երկրներից, այդ թվում Լեհաստանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Նրա խոսքով այն շարունակվում է տարբեր աստիճանի ինտենսիվությամբ, սակայն ներկայումս հասել է իր գագաթնակետին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել վստահել պաշտոնական հաղորդագրություններին, այլ ոչ թե կենտրոնանալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շփումների մասին թերթերի գնահատականների վրա։ Ես պարզապես բոլորին առաջարկում եմ հիշել այն ձևակերպումները, որոնք օգտագործվել են Լավրովի եւ Ռուբիոյի խոսակցություններում եւ պետդեպարտամենտի հաղորդագրություններում։ Այնտեղ լրիվ այլ ձևակերպումներ են եղել, լրիվ այլ գնահատականներ եւ իհարկե պետք է կենտրոնանալ այդ ձևակերպումների վրա, այլ ոչ թե թերթային հաղորդագրությունների, հայտարարել է մամուլի քարտուղարը։